Բարև ձեզ եղի բարեկամներ, առավոտի տաղավարում է մեր ձևով շարժման անդամ սահմանադրագետ Գոհար Մելոյանը, շնորհակալություն Գոհար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես խոստովանեմ Գոհար, որ գործադիր իշխանության եկեղեցու վրա հարձակումը իմ վրա էմոցիոնալ նույնքան ծանր տպավորություն է թողնում, որքան պարտությունը 2020 թվականի։ Ինչու, որովհետև ես դա անցալում եմ որպես հարձակում ոչ միայն եկեղեցու, այլև պետության, պետականության, սահմանադրության վրա։ Խնդրում եմ ձեր տպավորությունը։ Ես կարծում եմ լրիվ նույնական է, ցանկացած հայ մարդ, սա տեսեք, մի քանի փաստահեն իրադարձություն է։ Այո, դուք իրավացի եք, որովհետև դուք ինստիտուցիոնալ մտածողություն ունեցող մարդ եք, պատկերացնում եք այդ մասշտաբը եւ նաեւ պատմություն գիտեք, պատկերացնում եք եկեղեցին հայ ժողովրդի պատմության ընթացքում ինչպիսի պետականահեն ու ընդհանրապես ազգային ինքնության պահպանման դերակատարություն է ունեցել։ Եկեղեցին մենք շատ ժամանակներ դարավոր չենք ունեցել պետություն, բայց այն քիչ ազգերից ենք, որ պետականություն չունենալու պայմաններում կարողացել ենք գոյատևել եւ հասնել մինչեւ 21-րդ դար։ Ու ընդհանրապես մեր ժամանակներում երևի թե հայ առաքելական եկեղեցին հնագույն քիչ կառույցներից է, ես չգիտեմ երկրորդը այդպեսին դեռ պահպանվել է թե ոչ։ Ու պատահական չէ նաև, որ մեր սահմանադիրը սահմանադրության մեջ ընդգծելով հայ առաքելացի եկեղեցու բացառիկ դերը, կոչելով այն ազգային եկեղեցի, ուղղակիորեն ընդգծել է եկեղեցու հիմնական նպատակը, դա հայի ինքնության պահպանումն է։ Եվ այո, հայի ինքնության պահպանումն է թիրախավորվում եւ երբ հարձակում է կատարում մեր եկեղեցու նկատմամբ, որովհետեւ նա միայն Հայաստանի Հանրապետության տիրույթում գործող կառույց չէ, հա։ Մենք այն քիչ ազգերից ենք, որ շուրջ 3 միլիոն ենք մեր երկրում, մեր պետությունում, հսկայածավալ սփյուռք ունենք, հա։ Մենք ունենք սփյուռք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ամենածավալունը Ռուսաստանի Դաշնությունում, եվրոպական երկրներում, թվարկածս պետություններից յուրաքանչյուրում, օրինակ ԱՄՆ-ն վերցնենք, հա, Նյու Յորքում ու Լոս Անջելեսում բոլորը գնալուց որպես տեսարժան վայր հայ մարդիկ այցելում են օրինակ Սուրբ Վարդան եկեղեցին, Մանհեթենի, Նյու Յորքի սրտում գտնվող։ Եվ այո, այս եկեղեցիներն են աշխարհասփյուռ, համայնքները միավորել հայկական, հայակրթություն իրականացնել, հայկական լեզուն, հայկական այբուբենն են կրթել երեխաներին, կրթադաստիարակչական աշխատանք են արել, հայկական մշակույթի քարոզ են արել, հայկական ինքնության պահպանման երաշխիք են եղել, եւ հենց դրա շնորհիվ է, որ մենք աշխարհասփյուռ մեր լեզուն չենք մոռացել, մեր արժեքները չենք մոռացել, մենք համայնքներ ենք ստեղծել եւ պահպանել ենք, ու դա մեր հոգեվոր հայրերի փութաժան աշխատանքի շնորհքն է։ Ես քանի որ խոսում եմ իրավաբանի սահմանադրագետի հետ, ես ուզում եմ սահմանադրությունից հարց տալ, հա։ 18-րդ հոդված։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը օրենքով սահմանված կարգով։ Վերջակետ։ Եկեղեցին անջատ է պետությունից, վերջակետ։ Կան արդյոք այս ձևակերպման մեջ ինչ որ նյուանսներ, որոնք կարելի է տարբեր ձևով հասկանալ կամ տարբեր ձևով մեկնաբանել։ Իսկ հիմա շատ հստակ է գրված։ Շատ, եթե ինչպես ուղղակիորեն կարդացիք, դա այնքան պարզ եւ հստակ է գրած, ինչպես այն համընդհանուր ճանաչելի մոտեցումն է, որ մածունը սպիտակ է։ Շատերը կարող են փորձում են վիճել, կարող են օրինակ բերել, որ մածունը սև է, վարդագույն է եւ այլն, բայց դա համընդհանուր նորմ է, հա, ու ֆիզիկա է, որ մածունը սպիտակ գույնի է։ Այնպես էլ այս դրույթը, ասեմ ավելին, մինչև 2015 թվականի փոփոխությունները մեր սահմանադրությունում ուղղակիորեն ավելի ընդհանրացված էր այս նորմը գրած, ոչ միայն գրված էր եւ որ եկեղեցին ու պետությունը անջատ են, այլև գրված էր, որ պետությունը իրավունք չունի միջամտելու ներեկեղեցական գործերին։ Հիմա ուղղակի այս դրույթը, քանի որ նպատակ կար աշխարհի օրինակներից ելնելով տեխնիկական առումով բեռնաթափելու սահմանադրությունները, այս նույնանուն դրույթը ուղղակիորեն սահմանված է Հայաստանի Հանրապետության եւ առաքելած եկեղեցու փոխհարաբերությունները կարգավորող նույնանուն օրենքով, որտեղ սահմանված է, որ պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին։ Ու երկրորդը կրոնական կազմակերպությունների ազատությունների վերաբերյալ պատկերացրեք նախ հայ առաքելական եկեղեցին, ինչպես նշեցի, ըստ նույն սահմանադրության դրույթի մեր ազգային եկեղեցին է ու պատահական չի, որ իրեն նվիրված առանձին դրույթ կա սահմանադրությունում, արդեն նախորդին ներկայացրեցի, հա, այդ պատմական դերը, որ ունեցել է։
Պատկերացրեք, մեր երկրում մեկ այլ կրոնական կազմակերպության նկատմամբ, որը օրինական հիմքերով գործում է, այսպիսի միջամտություն թույլ տար պետությունը։ Պատկերացնեք աշխարհասփյուր, ինչ արձագանք ու հենց համոզված եմ մեր այսօրվա իշխանության ներկայացուցիչներից, էլ խղճի ազատության սահմանափակում, ինքնիրավչություն, հսկայածավալ արդեն ընդհուպ մինչև միջազգային կառույցների միջամտություն։ Ու ասեմ ավելին, այնպես է չի, որ միջազգային հանրությունը լռում է այսօրվա իշխանության միջամտությունների տիրույթում։ Կան արձագանքներ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, օրինակ նույն կհիշեք, հա, հայտնի նախաճաշը, երբ կազմակերպել են, եկել էին, ուղղակի դա լրահոսից դուրս մնաց եւ մարդիկ զարմացել են, որ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը բացակայում է այդ նախաճաշին։ Եվ հիրավի կրոնական կազմակերպությունների համար սա կարմիր գիծ է, որովհետեւ երբ դու թիրախավորում ես հենց քո երկրում, այն էլ ամոթալի է, բայց ընդգծելի է, որ առաջին պետությունում ազգի կողմից, որտեղ ընդունվել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, եւ դու թիրախավորում ես քո եկեղեցուն ու քո կրոնական կազմակերպությունը խղճի դավանանքի, որը պետք է ըստ էության օբյեկտիվ պատճառներով առաջնահերթություն ունենա քո երկրում եւ երաշխավորված լինի, դու համընդհանուր նախադեպ ես աշխարհում ստեղծում այլ կրոնական կազմակերպությունների գործունեությունը խոչընդոտելու համար։ Այդ իսկ պատճառով սա հիմնարար համամարտկային դրույթ է, երաշխավորված իրավունք եւ գործունեություն է, որը իրավունքի եւ օրենքի տեսանկյունից չունի։ Սա մի կոմպոնենտ, մի մոտեցում խղճի կրոնի դավանանքի եւ կրոնական ազատությունների, կրոնական կազմակերպությունների ազատությունների տեսանկյունից։ Բայց այստեղ մի քանի այլ կոմպոնենտներ կան, ու դրանցից լրջագույնը դա երկրի պաշտոնատար անձանց կողմից, մեր դեպքում վարչապետի կողմից, գործադիր իշխանության ղեկավարի կողմից միջամտությունն է ներեկեղեցական հարաբերություններին, եւ եթե նախորդիվ ինքը պնդում էր, որ ես սա անում եմ որպես քրիստոնյա, որպես հայ մարդ, այմ համոզմունքներից է բխում, վերջերս, երբ նա ստորագրեց հայտնի հայտարարությունը, ընդգծեց, նա այն ստորագրեց որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այստեղ հստակ կրկին, հա, անգամ որ ստորագրած չլիներ, այս նորմերը իմ կողմից վկայակոչած խախտվում էին, բայց նա փաստաթղթավորեց իր խախտումները, որովհետև նախ առաջին հերթին, ինչի մասին շատ քիչ է խոսվում, մենք իրավական պետություն ենք։ Իրավական պետությունում մեր սահմանադիրը շատ կարևոր բարեփոխում է կատարել վերջին սահմանադրական բարեփոխումների արդյունքում, մենք ունենք հստակ ամրագրված օրինականության սկզբունքը։ Ինչ է ասում օրինականության սկզբունքը, ասում է, որ ես, դուք, եթե կարող ենք անել այն ամենը, ինչ օրենքը մեզ չի արգելում, օրինակ մենք գիտենք, չէ, որ չի կարելի գողություն անել, չի կարելի մարդ սպանել, ու եթե մենք այդպիսին անենք, մեր հետևանք վրա կհասնի մեզ համար, հա, քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն, կազատազրկվենք։ Նույնը նաև վարչապետի համար է, ի տարբերություն ինձ եւ ձեզ, որ ամեն ինչ կարող ենք անել բացի այդ սահմանափակված արգելված, ինքը կարող է անել միայն այն, ինչ օրենքը իրեն թույլ է տվել։ Սահմանադրությունը եւ համանուն օրենքը կառավարության կառուցվածքի գործունեության մասին վարչապետին տվել է լիազորությունների շրջանակ, ու ոչ միայն վարչապետին, բոլոր պաշտոնատար անձանց։ Դու կարող ես անել, օրինակ 1-ից 5 կետերը թվարկված է ինչ, ասեմ ավելին, վերացվել է մեր օրենսդրությունից նախկինում ընդունված եւ այլն եզրույթը, չկա եւ այլն։ Այդ շրջանակը իրավասությունների, գործառույթների, լիազորությունների հստակ է, եւ երբ այդ պաշտոնատար անձինք դրանից դուրս որևէ գործողություն են անում, դա արդեն հակաօրինական, հակաիրավական արարք է եւ այդ արարքին գնահատական է տալի քրեական օրենսգիրքը կրկին։ Լիազորությունների սահմանազանցումը ինքնիրավչություն է, այս պարագայում խղճի եւ դավանանքի ազատության սահմանափակում է, այս բոլորը իրավիճակը իրավական տեսանկյունից լրիվ համապարփակ է։ Մեր երկրում շատերը մեր սահմանադրությանն են, հա, թիրախավորում։ Տեսեք, այնպիսի սահմանադրություն է, այնպիսի օրենսդրություն է, որ ինչ ուզում անում են, հետևանք վրա չի հասնում։ Ոչ, բնավ այդպես չէ։ Այս բոլոր գործողությունները ունեն հետևանքներ։ Ուղղակի մենք հիմա գտնվում ենք ճգնաժամային իրավիճակում, երբ վարչապետը իրեն թույլ է տալի անելու գործողություններ, օրինակ ինչպես եկեղեցու թիրախավորումն է, անկախ նրանից, հա, իրեն դուր է գալիս եկեղեցում հոգևորականներից որևէ մեկի վարքագիծ, անկախ նրանից անգամ, որ հոգևորականը թերացել է թե ոչ, դա Հայաստանի Հանրապետության վարչապետի գնահատելիքը չէ։
այդ պարագայում երբ իրեն դուրս չի գալիս, ինքը որոշում է միջամտել ու դա չի բխում իր իրավասություններից, քրեական օրենսգրքով վրա է հասնում պատասխանատվություն։ Ինչպես է վրա հասնում, գլխավոր դատախազությունը կասեցնում կամ դադարեցնում են այդ պաշտոնատար անձի լիազորությունները, հարուցվում է քրեական գործ, քննություն է ընթանում եւ վերջում դատարանը տալիս է գնահատական։ Եվ մենք ճիշտ է այս իշխանությունը հասան այնպիսի իրավիճակի մեր երկրում, որ չեղարկված է անմեղության կանխավարկածը գլխավորագույն իրավական պետության սկզբունքներից, որը երաշխիք է մարդու իրավունքներին, այսինքն ինչ է ասում անմեղության կանխավարկածը, մարդը մեղավոր չէ իրեն հանցագրվող արարքում, քանի դեռ իր մեղավորությունը ապացուցող ուժի մեջ մտած դատական ակտ գոյություն չունի։ Հա, իրենք մենք տեսնում ենք, հատկապես ընդդիմադիր գործիչների պարագայում աճ ու ձախ մեղավորներ են նշանակում, գնահատական են տալիս, արդեն դատավճիռներ են գալիս։ Իհարկե, ու կրկին, հա, էլի ի տարբերություն, եթե ինչ-որ քաղաքացի անի, ինչ-որ ընդդիմադիր գործիչ նման վարքագիծ դրսևորի, էլի ընդունելի, ինչ-որ չափ հասկանալի կարող է լինել։ Մի հատ հիշեք իրենց որպես նախկին վառ ընդդիմադիր գործիչների, ինչ ուզում խոսում էին անհետևանք։ Հիմա դուք որպես իշխանություն այլևս ընդդիմություն չեք, այլևս հասարակական գործիչներ չեք, դուք կաշկանդված եք այդ մանդատով։ Նույն մարդու իրավունքների եվրոպական դատարանն է ասում։ Բազմաթիվ նախադեպային օրինակներ կան։ Ասում է, երբ որ դու ստանձնում ես պաշտոն, դու այդ պաշտոնը ստանձնելով քո հանդեպ քննադատության ավելի լայն շրջանակ ես տալիս։ Այո, քեզ ավելի շատ կարող են մարդիկ քննադատել, այդ թվում ընդհանուր կարող են որոշակի վիրավորական արտահայտություններ կիրառել, որովհետև քո որոշումներն ու քո գործունեությունը այդ մարդկանց ուղղակիորեն կյանքին է առնչվում։ Եվ այո, քո հանդեպ քննադատության շրջանակը ավելի լայն է, քան հասարակ քաղաքացու հանդեպ։ Դու ավելի կաշկանդված ես քեզ թույլ տալու որակումներ, պիտակավորներ եւ էթիկայի կանոններով եւ օրենսդրությամբ եւ մարդու հիմնարար իրավունքներով, քան հասարակ քաղաքացին։ Եվ դու այդ իր կարգավիճակում հայտնվել ես այդ պաշտոնը ստանձնելով։ Դա դոգմա է, դա իմ խոսքերի ներքո բազմաթիվ իրավունքներ, օրենքներ հենց նույն կրկին ընդգծում եմ միեդի նախադեպային պրակտիկան է ընկած։ Իսկ ինչ են անում իրենք։ Իրենք ամենաթողության պայմաններում են, իրենք նախկին ընդդիմության եւ հասարակական գործիչների կարգավիճակով են գործում, ինչ ուզում խոսում են, ինչ ուզում անում են եւ անում են դա, որովհետեւ վրա չի հասել պատասխանատվություն։ Սա կոչվում է ճգնաժամ։ Մենք թե քաղաքական, թե սահմանադրաիրավական ճգնաժամային պայմաններում ենք ապրում։ Ես գրեցի այն մասին, որ վարչապետը ասում է, ահա այս մարդը պետք է լինի թեմի առաջնորդ, իսկ այն մարդը չպիտի լինի թեմի առաջնորդ, ես կարծում եմ, որ այս մարդն է թեմի առաջնորդը։ Եվ դուք իմ գրառման տակ գրեցիք, որ դա իշխանությունների լիազորությունների ազանցում է եւ ինչպես ինքնիրավչություն։ Խնդրում եմ այդ երկու կատեգորիաների դիսպոզիցիան մի քիչ ավելի մանրամասն ասեք։ Տեսեք, առաջինը ինչպես ես նշեցի, որ ինքը պաշտոնատար անձ է, ինքը ունի իշխանական լծակներ եւ ինքը այդ լծակներով կաշկանդված է։ Այսինքն ինքը տենց օրինակ Նիկոլ Փաշինյան չունի որևէ իրավասություն, որից կարող է բխի, որ ինքը կարող է գնահատական տալ եկեղեցականին։ Ավելին Նիկոլ Փաշինյանը ինչի մասներ քիչ խոսվե, խոսքս կիսատ մնաց, Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ կարող է կնքել կոնկրետ տեսակի փաստաթղթեր ու իրավական ակտ։ Դա վարչապետի որոշումն է եւ միջազգային պայմանագրերն են։ Այդ հայտարարությունը եկեղեցու բարենորոգման վերաբերյալ, որ ինքը ստորագրեց որպես վարչապետ, մեր օրենսդրությունը, նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը նման փաստաթղթի տեսակ չեն ճանաչում։ Դա կրկին իրավասությունների սահմանազանցում է, այսինքն այդ պաշտոնատար անձը իր անձնական նկատառումներից, մտադրություններից, պատկերացումներից ելնելով սահմանազանցում է իր լիազորությունների շրջանակը։ Երկրորդը ինքնիրավչությունն է, որ ինքը իր վրա լրացուցիչ պարտականություններ է ստանձնում եւ անում է այն, ինչ ինքը չէր կարող անել։ Ինքնուրույն որոշում է, հա, որ սա կարելի անել, սա չի կարելի անել։ Ու այս բոլոր դեպքերի վրա, եթե մենք նորմալ բնականon իրավական պետություն լինենք, ու միայն Նիկոլ Փաշինյանը չէ, հա, այնտեղ համայնքի ղեկավարը որոշում է, թե հոգեվորականը երբ պետք է մատուցի կամ մտնի կամ չմտնի եկեղեցի։ Այս բոլոր միջադեպերը, եթե մենք բնականon իրավական
իրավական պետությունում ապրենք, կունենային հետևանքներ։ Ասեմ ավելի հետ, իրենց բարենորոգման հայտարարությունում իրենք գտնում են, որ պետք է կաշկանդեն հոգևորականները քաղաքական գործունեությամբ կամ վերահսկեն այդ process-ը քաղաքականության հոգևորականների կողմից քաղաքականությամբ զբաղվելը։ Ինչ է դա նշանակում։ Դա եւս հենց նույն այդ երկու իմ կողմից մատնանշած քրեաիրավական նորմերի համադրությունը գումարած կրոնի եւ դավանանքի ազատությունը եւ գումարած մարդու քաղաքական իրավունքները կաշկանդելը։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով իրավունք չուներ անելու այս ամենը ինչ անում է, հոգևորականները իրավունք ունեն քաղաքական հայացքներ ունենալու եւ արտահայտելու այդ քաղաքական հայացքները։ Եկեղեցին որևէ կաշկանդվածություն չունի արտահայտելու իր քաղաքական հայացքները ու ավելին եկեղեցին կրկին ինչպես նախաբանում ներկայացրեցի, եկեղեցին է տարբեր ժամանակներում, երբ չենք ունեցել պետություն եւ պետականություն, հենց այդ իր քաղաքական գործունեություն ըստ էության այդ գործառույթները ստանցնել եւ պետականապահպան հայապահպան գործառույթ իրականացնել, լինել հանդիսանալով, հանդես գալով ոնց հենց ինքը նույն պետությունը։ Հետևաբար կրկին ընդգծում եմ, արդեն այդ հայտարարությունը որպես փաստաթուղթ մի շարք իրավունքների եւ խախտումներ է ենթադրում եւ մի շարք քրեաիրավական նորմերի հետևանքային զարգացում է ենթադրում։ Կոնկրետ հանցակազմի տարեր են առկա եւ ոչ մեկ հանցակազմի, հա, մի քանի տարաբնույթ։ Եթե այդ ամենը առկա է, եթե դա իրավախախտում է, պարզ է, որ Փաշինյանի դատախազությունը եւ Փաշինյանի դատարանները, Փաշինյանի քննչական մարմինները դրանով չեն զբաղվելու։ Այնուամենայնիվ, արժե արդյոք հիմա նրա իշխանության օրոք դիմել դատարան, թող մերժեն, որpիսի հետո իշխանափոխությունից հետո այնուամենայնիվ պարզ լինի, թե ինչպես է զարգանում իրավիճակը։ Իհարկե, մեր բոլորիս մեկնաբանությունները, թեկուզ լրահոսով, անգամ Facebook-յան գրառումները, դրանք հանցագործության մասին հայտարարություններ են։ Եթե չեմ սխալվում, մի շարք կազմակերպություններ նաև դիմել են, գլխավոր դատախազության հայտարարություն են հանցագործության մասին ներկայացրել, մամուլի հաղորդագրությունները ըստ մեր օրենսդրության հանցագործության մասին հաղորդագրությունները կարող են համարվել, եթե այդպիսի տարեր կա։ Այս հարցազրույցը օրինակ։ Օրինակ այս հարցազրույցը, այո, մենք հիմնավորում ենք, բաց այդ կերպով ցույց ենք տալիս, որ այս արարքներում հանցավոր տարեր են առկա ու ուղղակիորեն ներկայացնում ենք, թե ինչպես է դա դրսևորվում։ Եթե կրկին իրավական բնականon երկրում ապրենք, դա կունենար հետևանք, բայց այս ամեն ինչը ցավոք սրտի չի ունենում հետևանք, որովհետև քաղաքական նպատակահարմարություն կա։ Իսկ երբ իրավապահ մարմինները սկսում են քաղաքական նպատակահարմարությամբ կաշկանդվել, դա կրկին ընդգծում եմ ճգնաժամային իրավիճակ է ստեղծում, սահմանադրաիրավական եւ քաղաքական։ Այս ամենը տեսեք, պետությունը կարող էր եկեղեցու բարենորոգմամբ զբաղվել, բայց բարենորոգումը պետք է զուտ կրկին ընդգծում եմ բխեր իր լիազորություններից, իրավասություններից։ Օրինակ հարկային քաղաքականությունը վերանայր եկեղեցու հետ փոխհարաբերություններում։ Օրինակ մեր հարևան Վրաստանում, եթե չեմ սխալվում, նույն պետությունը եկեղեցուն ֆինանսական աջակցություններ է պետբյուջեի հաշվին ցուցաբերում։ Ահա, ես չգիտեի ու ցավալիորեն եմ դա արձանագրում, որովհետև ինչ եք դուք ասում, հա, մի շարք իշխանական պաշտոնատար անձինք թիրախավորում են, հա, գումարով շատ չկրկնեմ մի խոսքով, շատ վատ հենց ֆինանսական հարցերի շուրջ պիտակավորումներ են թույլ տալիս։ Այո, հնարավոր է լինեն թերություններ, բայց դուք եթե հիրավի նպատակ ունեիք եկեղեցու ինստիտուտը բարենորոգեք, դուք կաշկանդված եք այդ իրավասությունը եւ դուք ունեք այդ իրավասությունները, բայց ակնհայտ է, որ սա ուղղակի նախընտրական ծիրում է գտնվում, հիշեցին հենց նախընտրական այս process-ում նախորդող տարվան ընթառաջ եւ կոնկրետ եկեղեցին սկսեց թիրախավորվել որպես ինստիտուտ։ Այստեղ ես շատ կարեւոր եմ համարում մեր քաղաքացիներին հասցնել ուղերձը։ Եկեղեցին որևէ սա վեհապար հոր խնդիրը չէ, որևէ հոգևորականի խնդիրը չէ, սա ինստիտուտի խնդիր է։ Ես անգամ ծանոթներ ունեմ, ովքեր իրենք դավանանքով ըստ էության չունեն, հա, որոշում քրիստոնյա լինելու վերաբերյալ, տարբեր խղճի դավանանքի ագնոստիկ են, աթեիստ են եւ այլն, բայց օրինակ շատ հավատացյալներից առաջ հիմա կանգնած են եկեղեցու կողքին, որովհետև այդ մարդը որոշում ունի իր ազգային պատկանելության վերաբերյալ, հա, մենք խտրականության արգելք կա մեր սահմանադրությամբ, ազգային սոցիալական դրությունից եւ այլնից ելնելով։ Այդ մարդը խղճից դավանանքից, այո, չունի, որոշում ունի, օրինակ ինքը ագնոստիկ է կրոնական համոզմունքով, բայց ինքը ունի որոշում, որ ինքը հայ է։
ու հասկանում է, որ երբ ինստիտուտը, որ եկեղեցին թիրախավորում է, իր հայի ինքնությունն է թիրախավորվում, ու ինքը միանշանակ վճռականություն է դրսևորում եկեղեցու կողքին կանելու, որովհետև էլի ողջամիտ է, գիտի պատմություն եւ գիտի, որ այն էր այսօրվա մեր պետության արչեւ կանգնած մարտահրավերների համատեքստում եկեղեցու գոյատևումը, հարատևումը ու կայունությունը շատ ճակատագրական դեր կարող է խաղալ մեզ համար։ ԱԱՑ-ի մասին առանձին գոհար, ԱԱՑ աշխատակիցները գնում են հոգևորականների մոտ եւ ասում են այսպես պետք է մատուցել պատարագը, կամ գնում են հոգևորականների մոտ, ասում են դուք պետք է թուղթ ստորագրեք, որ պաշտպանում եք ուրեմն այս ձեր նշած հայտարարությունը։ Դա մտնում է ԱԱՑ-ի գործունեության իրավասությունների մեջ։ Դա բնականաբար այս ողջ գործընթացը ինքնին հակաիրավական, հակասահմանադրական եւ հակահայկական է։ Դա ուղղակի միջամտություն է, թե առանձին մարդկանց խղճի եւ կրոնական ազատության իրավունքի իրականացման է, թե կրոնական կազմակերպության գործունեության ազատության իրականացման է։ Երկուստը մի շարք իրավունքների թնջուկ է խախտվում այս փոխհարաբերությունների մասն անվտանգության ծառայությունն էլ իր հերթին, ինչպես նշեցի, պաշտոնատար անձինք ինքը իրավասու պետական մարմին է, վարչապետին ենթակա մարմին է կարգավիճակով, որը հստակ գործառույթների գործունեության շրջանակ ունի եւ բնականաբար նման միջամտությունները որևէ կերպ ոչ միայն չեն բխում, այլև արգելված են ըստ էության օրենսդրությամբ։ Ինքը հակառակը պետք է այն կառույցը հանդիսանալ, որ եթե ստեղծվեր իրավիճակ, որ խոչընդոտվեր սուրբ պատարագը, մեր հայ առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը որևէ կերպ, իրենք պաշտպանեին ու ապահովեին այդ գործունեության բնականon իրականացումը։ Այսօր մենք լրիվ հակառակ պատկերին ենք ականատես լինում, փորձում են խմբագրել պատարագները, որը ներեկեղեցական, ներկանոնական կյանքի բաղկացուցիչ մաս է, ասենք հատվածները, զեղչում են վեհափառի անունը, որտեղ իրենք գտնվում են, ու ասեմ ավելին, անգամ այդտեղ չեն հաջողում, դեռ որևէ պատարագ չի եղել, որտեղ չհնչեցվի վեհափառի անունը, մշտապես մի հավատավոր հայ գտնվում է, ով այդ պատարագի զեղչված մասը բարձրաձայնում է։ Այնուամենայնիվ կա հստակ իմ կողմից տեսլական եւ իմ կողմից ընդունված ճշմարտություն, որ մեր հարությունը անկախ իր քաղաքական հայացքներից եկեղեցու հարցում հստակ մոտեցում եւ որոշում ունի եւ հաշտ չէ այսօրվա իշխանության կողմից եկեղեցու շուրջ իրականացվող իրադարձություններին։ Ու ավելին, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, թե որ մի քիչ ավելի ընդլայնենք, ոչ մի քիչ իրավական տեսանկյունից խոսենք, ինքը թիրախավորում է հոգևոր հայրերի հոգևոր հայրերի նկատմամբ ծայր աստիճան հակաիրավական գործընթացներ է մեկնարկում։ Այսօր մեր պատմական խայտառակությունն է, որ 4 սրբազան հայրեր ապօրինաբար ազատազրկված են։ ԱԱՑ մեկուսարանում են եւ դատավարությունները կամ ընթացել կամ ընթանում են նրանց նկատմամբ։ Այդ process-ը շարունակվում է, բայց ինքը մեկնարկում է եկեղեցու բարենորոգման գործընթաց, իրեն հռչակում է այդ գործընթացի ինչ որ հանձնախմբի ղեկավար, ինքը կընտրի սկզբնականից դուք ով եք, ով է հավատավոր մարդը երբեք իրեն տենց Աստծո որդի հավակնելու կարգավիճակ թույլ չէր տա։ Արդյոք դու այն մարդն ես, որ այնպիսի հետագից կյանք ունի, որ ինքը կարող է որոշել, որ ինքն է առավել ճշմարտացին, առավել ապաշխարածը, առանց մեղքը եւ այլն, որ ինքը կարող է բոլորից ավելի լավ բարենորոգել, բոլորից ճիշտ մարդկանց ընտրել, ու հենց գալիս են խոսքերս հավաստելու իր կողքին գտնվող հոգևոր հայրերը, նրանք մարդիկ են, ես միշտ խուսափել եմ իր գիծը տանելուց, որևէ կերպով գնահատական հնչեցնելուց մեր հոգևոր հայրերը, որովհետև ես դրա իրավունքը որպես քրիստոնյա չունեմ, հենց ինքը Նիկոլ Փաշինյանի կողմից առավել թիրախավորված մեր հոգևոր հայրերը այսօր նրա կողքին են եւ բարենորոգում են եկեղեցին։ Ու այո, այդ մարդիկ հատկապես հեղինակազրկվել են Նիկոլ Փաշինյան լրագրողի եւ իր կայք էջերի եւ լրագրողական գործունեության հետևանքով,
հրապարակվեցին, օրինակ երբ հրապարակվեցին անունները այդ եպիսկոպոսների, զուգահեռ հրապարակվեցին տասնյակ հոդվածներ Նիկոլ Փաշինյանի կողմից գրված։ Կա այնտեղ նույնանուն եպիսկոպոսը, ում մասին ես խոսում եմ, որ հենց զուգահեռաբար, հա, այս գործընթացներից առաջ իր նկատմամբ քրեական գործեր են վերաբացվել։ Այսինքն թե շանտաժային տարեր են առկա, թե հենց նույն բարենորոգման տեսանկյունից կրկին խնդրահարույց հոգևորական հայրեր են այդ բարեվարկությունը չի, բարենորոգում են, չէ՞, ներկայացնում։ Ո՞վ է բարենորոգում։ Նրանք ամենաբարևարք եպիսկոպոսները չեն։ Իհարկե, եթե դու բարեվարկության օրինակներ ես բերում, ում միջոցով ես անում, ու արդյոք ինքդ էլ բարևարք ես, հիշենք, միայն վերջերս իրենք հենց այդ բարեվարկության էթիկայի կանոնագիր կընդունեցին եւ հենց իրենց իշխանության մայրամուտին որոշեցին, որ պետք է բարեվարկություն դրսևորեն, հա, խոսույթը խմբագրել։ Բայց առանձնապես չեն հետևում այդ իրենց իսկ ընդունած որովհետեւ հասկացան, որ այնուամենայնիվ չեն կարող իրենց կաշկանդել, որովհետեւ իրենց էությունից չի բխում դա։ Աղացեն ասեցի, պաշտպանության նախարարը վերջերս ասաց, որ նա գնալու է այնպիսի պատարակների, որտեղ չի հնչելու կաթողիկոսի անունը։ Այսինքն, եթե հնչի ինչ զորք կուղարկի այնտեղ, ինչ կանի։ Իսկ ինչի մենք արդեն տեսել ենք ինչ են անում։ Ես պատահաբար չնշեցի, հա, որ դեռևս բարեբախտաբար ի պատիվ մեր քրիստոնյա հայրենակիցների չի եղել այնպիսի եկեղեցի, որտեղ այնուամենայնիվ պատարակի ընթացքում ամբողջովին զեղչվի կաթողիկոսի անունը, կարող է իրենց բարենորոգող հոգևորականների միջոցով են սուրբ պատարագը մատուցում, ես դա բեմադրված պատարակներ եմ անվանում, բայց այնուամենայնիվ քրիստոնյաները չեն զեղչում վեհապարի անունը, եւ մենք տեսել ենք, հա, ինչպես են ինչ-որ քաղաքացիական հագուստով իրավապահ մարմինները եկեղեցում ծառայություն իրականացնում եւ մարդկանց բերանները փակելով, քարշ տալով դուրս են բերում եւ բերման են ենթարկում։ Սա կրկին ինչ է մարդը արել, հա, եւ մարդու նկատմամբ ֆիզիկական ներգործություն իրականացնելու համար պետք է համաչափության տարեր առկա լինեն, անհրաժեշտ պիտանելի ու չափավոր լինի այդ ներգործությունը։ Դա ծայրահեղ միջոց է։ Երբ քաղաքացին բարձրաձայն գոռում է սուրբ պատարակի ժամանակ հնչեցնում է այդ երգի հատվածը, հա, պատարակի վեհապար հոր, ինչ իրավունքով եք դուք այդ մարդու բերանը ձեռքով փակում, լռեցնում եւ տանում բերման ենթարկում։ Սա եւս հակաիրավական արարք է իրավապահ մարմինների կողմից։ Այդ թեմաները բարձրացնելով մենք չենք կարող չխոսել քաղաքականության մասին, որովհետեւ բացառված է, որ այս իշխանությունը երբևէ զբաղվի իր իսկ կամայականություններով։ Այսինքն պետք է այս իշխանությունը գնա, տրամաբանական է ենթադրել, հետո այլ իշխանության ժամանակ իրավապահ մարմինները դրանով պիտի զբաղվեն։ Դե ենթադրվում է, ինչպես տեսնում ենք, անշնորհակալ գործ է, հա, հիմա ակնկալել այդ գնահատականը։ Բայց պետք է բարձրաձայնել, չէ՞։ Բնականաբար, ինչն է իմ մոտիվացիան, հա, մոտիվացիան իրավական պետության վերականգնում է իր ողջ տարերով անդերձ։ Իմ մոտիվացիան իրավունքի գերակայության վերականգնում է, որ այլևս չլինի զանգովի արդարադատություն մեր երկրում, որ չլինի SMS-ային արդարադատություն որ երկրում, որ չլինի խմբագրական արդարադատություն, օրինակ մարդու դատավարություն է գնում, խոսքը Սամվել Կարապետյանի մասին է, կալանքի միջնորդություն է կնքվում, զուգահեռաբար, երբ դեռ անգամ չի գնացել դատան խորհրդակցական սենյակ, հայկական ժամանակը գրում է, որ երկարաձգվեց եւս 2 ամսով։ Ու հետո ժամեր անց իրապես երկարաձգվում է 2 ամսով։ Նրանք ավելի լավ գիտեն։ Կարող են թելադրում են, հրահանգավորում են դատավորին, որ ինչպիսի որոշում կայացնի։ Այս ամենը թվարկեցի, հա, մեր նպատակն է, որ այլևս մեր երկրում գերակայի իրավունքի գերակայությունը չլինեն երկակի ստանդարտներ, ու այո, դատավորները կրկին, հա, վերջի դատավորների հանդիպման Նիկոլ Փաշինյանն ասում է, իսկ ո՞րն է այդ խիղճը դատավորի։ Այդ խիղճը գիտի դատավորը, որն է այդ խիղճը, եւ դատավորը պատահական չէ, որ քննություն է անցնում, սովորում է, հետագից պետք է ունենա, ու դատավորը կաշկանդված է ու պարտավոր է առաջնորդվել հենց իր խղճով, օրենքով եւ իրավունքով, եւ դրանք պետք է լինեն իր առաջնորդող եռամիասնությունը, ոչ թե SMS-ները կամ զանգովի արդարադատությունը։ Եվ այդ առումով ես չեմ կարող մի քիչ շեղվելով թեմայից չխոսել Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի մասին, նոյեմբերի 14-ից նրանք անազատության մեջ են եւ եւս հավանաբար 2 ամիս արդեն անազատության մեջ են, եւս 3 ամիս ըստ երևույթի պետք է անազատության մեջ մնան, եթե բան չփոխվի, կա արդյոք հստակ միջազգային չափանիշ, թե ինչ է նշանակում քաղբանտարկյալ։
Իհարկե, տեսեք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թվականին ընդունել քաղաքական բանտարկյալի հասկացությունը։ Ինքը ունի 5 կոմպոնենտ, բացատրում է, որ պարագաներում է, որովհետև մարդիկ կարող են ազատազրկում, ոնց են հիմա այսօր մեր քաղաքացիները ոնց են տարբերակում, ասում են, չէ՞, այդ մարդը մի բան արել է, որ ինքը նստած է, կալանքի տակ է, ազատազրկված է, խեք իրան քաղբանտարկյալ ասում։ Այդ մարդը սովորական ազատազրկված մարդուց, օրինակ գողություն կատարած մարդուց տարբերակվում է նրանով, որ նա հենց այդ ազատազրկված չէր լինի, եթե ընդդիմադիր քաղաքական հայացքներ չունենար, կամ օրինակ իր նկատմամբ ավելի ծանր միջոց չէր կիրառվի ազատազրկման, եթե նա ընդդիմադիր քաղաքական հայացքներ չունենար։ Օրինակ դասական օրինակ է, հենց ինչպես բերեցիք, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյանի դեպքը։ Մարդիկ արդյոք նրանք ընդհանրապես ազատազրկված կլինեն, եթե չլինեն հաջողված ընդդիմադիր հանրային գործիչներ, փոդքասթավարներ։ Բնականաբար նրանք իշխանությանը հուզում են այն տեսանկյունից, որովհետև մեծ լսարան ունեն եւ լսարանին հասցնում են շատ վառ, շատ մաչելի կերպով այս իշխանության կողմից ապօրինություններն, ամենաթողություններն անթույլատրելի գործունեությունը հակաիրավական։ Եվ ընդամենը մի հատ եզրույթի համար, այս դեպքում անգամ եթե իրենք հակաիրավական է գնահատում այդ մարդկանց խոսքը, մեր իրավական երկրում ենք ապրում, գնացեք եւ քաղաքացիական դատավարության շրջանակներում դատի տվեք, հայցատիրում ներկայացնեք, այո, զրպարտության եւ վիրավորանքի համար դուք ազատ եք ու նենց է չի տեղը եւ ձևը չգիտեն, այսօրվա իշխանությունը երևի ամենաշատը այդ գործիքակազմից օգտվող երբևիցե մեր երկրում ունեցած իշխանությունն են։ Ինչը նշանակում պոդքասթի ընթացքում եզրույթի համար ազգային անվտանգության ծառայության կողմից գնալ մարդկանց տուն, ահաբեկել մարդկանց ընտանիքներին, բերման ենթարկել եւ ամենածանր խափանման միջոցը կիրառել։ Կալանքը մեր երկրում վերեածվել ընդդիմախոսներին ճնշելու միջոց, երբ ինքը խափանման տեսակներ կան, հա, խափանման միջոցներ կան։ Խափանման միջոցը գրավը, վարչական հսկողությունը, կալանքը այդ թվում նաեւ օրինակ տնային կալանքը։ Կալանքը դրանցից ամենածանրն է եւ պետք է համաչափ կիրառվի մարդու կողմից մարդուն մեղսագրվող արարքին։ Օրինակ խենք ինչու է դատարանը կալանք կիրառում, երբ օրինակ ապացույց կա ու ողջամիտ կասկած կա, որ եթե նրա նկատմամբ այլ տեսակի խափանման միջոց կիրառվի, նա նախաքննության վրա կարող է ներազդեցություն ունենալ, կամ կփախչի եւ այլն, բայց այս դեպքում եթե խոսքի մեջ է մարդուն մեղադրվում, ինչ կարող է նա նախաքննության նկատմամբ իրականացնել, արդեն տեղի ունեցած ըստ քո որակման ավարտված փաստական իրողություն է։ Այդ իրողության վրա այդ մարդը որևէ կերպ չի կարող ներազդել։ Դու ինչու ես կալանավորում ազատությունից զրկում ամենածայրահեղ միջոցների դիմում։ Այստեղ բացի պատժիչ նկատառումից այլ նպատակ չի կա ու դա ակնհայտ է ու հենց դա է մարդուն քաղաքական բանտարկյալ դարձում, այսինքն եթե Նարեկն ու Վազգենը որևէ այլ ոդքասթ վարեն, այլ խոսույթ ունենային, հա, խոսեն մշակութային սոցիալական հարցերից որևէ կերպ չքննադատեն իշխանությանը կամ անգամ քննադատեն ընդդիմությանը, նրանք ոչ միայն երբևիցե չէին հայտնվի անազատության պայմաններում, ամեն կերպ իշխանությունը կխրախուսեր եւ կշրջանառեր նրանց խոսույթը։ Հենց այս ամենի համատեքստում մարդիկ ԵԽԽՎ-ն բանաձև է տվել, ես էլ վերջին ընդդիմության կողմից նախաձեռնված խորհրդարանական լսումներին քաղաքական բանտարկյալների կողմից փորձեցի հայկական օրինակը տալ, որովհետև ցավոք սրտի մեր հայկական օրենսդրության մեջ քաղաքական բանտարկյալ հասկացություն յուրօրինակ հայաֆիկացված ձևաչափը չկա, հենց դա քաղաքական բանտարկյալը այն անձն է, որը անհամաչափ պայմաններում է հայտնվել իր քաղաքական հայացքների համար եւ օրենքը նրա նկատմամբ տարբերակված մոտեցում է դրսևորել քաղաքական հրահանգավորման հետևանքով։ Ուստի մեր ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ այս իշխանության օրոք երբևիցե ունեցած ամենաշատ քաղաքական բանտարկյալները ունենք ու այդ քաղաքական բանտարկյալները միայն այսօրվա դրությամբ չպետք է հաշվենք, հա, քաղաքական բանտարկյալները հետ պատերազմյան Հայաստանի առաջին օրվանից մինչև հիմա համալիր թիվն է ու ցավոք սրտի այդ թիվն էլ դեռ չենք հաշվել, բայց դա պետք է հաշվենք։ Օրինակ Աշոտ Մինասյանի դեպքը, Աշոտ Երկաթը, հա, հրամանատար իր կյանքը հայրենիքին նվիրված մարդ, ազատամարտիկ, հեղինակավոր զինվորական,
Այսօրվա դրությամբ բոլորը մոռացության են մատնվել, որ Աշոտ Երկաթը իր նկատմամբ հետ պատերազմյան Հայաստանում վերադառնալով հայրենիք, ասեմ անձնական տեղեկատվություն, հա, ինքը այն մարդն էր, որ իր որդիների հետ առաջնագիծ էր անմիջապես մեկնել, իր որդիներից մեկին ամենահեռավոր ու վտանգավոր կետեր էր ուղարկել որպես ազատամարտիկ, այն դեպքում, երբ զգուշացրել են, որ քիչ հավանական է, որ այդտեղից ողջ կվերադառնա որդին։ Այդ մարդը այսօրվա Հայաստանում պատերազմից հետ է գալիս բարեբախտաբար ողջ, իրեն այդ ժամանակ հետապնդեցին, անազատության մեջ հայտնվեց ու հիմա էլի կրկին անազատության պայմաններում է գտնվում, որովհետև դատարանի կողմից քննություններ ընթանում ու իր նկատմամբ այդպիսի դատավճիռ կայացվեց։ Միքայել Սրբազանի դեպքը, Միքայել Սրբազանի պարագայում կրկին դրանից 1 տարի առաջ նույնաբնույթ հարցազրույցի հետ կապված դատախազությունը տվել էր մեկնաբանություն, որ այդտեղ բացակայում է հանցանկազմը ու ընթացք չէր տրվել։ Հաջորդ տարի կրկին նույնաբնույթ գործ է հարուցվում ու մարդուն մեր դատաիրավական պրակտիկայի համատեքստում ինչ որ չտեսնված արագությամբ դատավարություն են իրականացնում, երբ այլ գործերով դատավարություններ տարիներ են տևում, եւ դատավճիռ է կայացվում, որը բարեբախտաբար դեռ ուժի մեջ չի մտել, բայց միևնույն է, մարդը անազատության մեջ է, 2 տարի ժամկետով ազատազրկում նշանակելով։ Երբ կրկին ընդգծում եմ, մարդը կարող է կարծիքներ հնչեցնել ու ի տարբերություն պաշտոնատար անձանց, մնացած բոլորս մի քիչ ավելի ազատ ենք մեր կարծիքը հնչեցնելու հարցում։ Այդ մարդը, երբ որ հնչեցնում է այդ կարծիքը, ինչպես օրինակ Միքայել Սրբազանը, հա, ինչ էր ասել, պետք է ինչ որ խումբ ձևավորել, այսպիսի բան է պետք անել, որպեսզի դա հանցավոր արագ որակվի ու դառնա։ Պետք է հետո իրենք ինչ որ փաստական խումբ ներկայացնեն, որ այդ մարդը այդ խոսքերին ուղղված կոնկրետ գործողություններ է իրականացրել, այդ հանցավոր խմբի առկայության մասին, ինչ որ պլանավորման մասին եւ այլն։ Որևէ այդպիսի փաստ առկա չէր, այնտեղ չկար հանցակազմ։ Ու այս վիճակը, որ մենք ունենք, համայնքի ղեկավարներ ընդդիմախոս, ժողովուրդը ընտրում է, դուք հասկանում եք, այդ ինչ մասշտաբային խնդիր է։ Իրենք հենց ամենաշատը ժողովրդի քվեն շահարկված քաղաքական ուժը ամենաշատն է հարվածում ժողովրդի ընտրյալներին։ Ինչ մարդը ընդդիմադիր հայացքներ ունեցող կարողանում է իրեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակել, հետո այդ մարդկանց ճնշում են իրավական գործիքակազմով։ Օրինակներ ունենք, որ մարդիկ հետապնդվում են, օրինակ, բառ օրինակը Մամիկոն Ասլանյանը ամենաերկար ազատազրկումը կրած, հիմա Դավիթ Համբարձումյանը, որ կրկին դատաքննություններ իրականացնում, կրկին աննախադեպ բաներ, հա, այդ շկալայով թույլատրելիության առավելագույն պատժաչափը դատարանը կիրառեց այս մարդու նկատմամբ ու պատահական չէր, որովհետև այնտեղ ամիսների տարբերություններ, եթե ավելի քիչ պատժաչափը լիներ, համաներման ներքո էր գտնվում, մարդը ազատության պայմաններում կգտնվեր։ Ընտրված համայնքապետ, չլսված բան է աշխարհի համար։ Այն էլ կրկին եմ ասում, այս իշխանությունները որևէ այլ իշխանության նկատմամբ կրկնակի են կաշկանդված նման գործողություններ անել, որովհետև իրենք այդ բարքերը շահարկելով, այդ բարքերը մերժելով են եկել իշխանության եւ ժողովրդի քվեն ու վստահությունը ստացել։ Այստեղ Գոհար վերջին հարցը իմ կարծիքով կա եւ բարոյական եւ իրավական եւ քաղաքական խնդիր, մի հատ կծիկ է, այսինքն իշխանություն կարծես թե ուզում է ապացուցել, որ կաթողիկոսին քարով սպանելու սպառնալիքի համար ոչ մի բան չի լինի, ոչ մի հետապնդում չի լինի, իսկ ահա հաղորդման ժամանակ ինչ որ բառ ասելու համար կարող են մարդկանց ամիսներով պահել անազատության մեջ, այսինքն այստեղ նրանք իրենց ճակերտավոր ուժն են ապացուցում։ Չէ, հենց դա է քաղաքական հետապնդումը։ Հենց դա այդ քաղաքական բանտարկյալ հասկացության ուղղակի դրսևորումը։ Այսինքն մեր երկրում մարդիկ, ովքեր ընդդիմախոս են, ընդդիմադիր հայացքներ ունեն, այդ գործիչները, այդ անհատները, այդ մարդիկ, անկախ նրանից հոգևորական է, հասարակական գործիչ է, ոդքասթավար է, կամ մեծանուն բարերար է, բոլորը ենթարկվում են հետապնդման, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով իշխանության վախերը փարատելու նպատակով։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի մեր ձևով շարժման անդամ սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։